Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստելու ենք միջինգ կամ կոպեկով գաթա։ Մեզ անհրաժեշտ է ընդեղեն, չիրուչամիջ և իհարկե կանեպ։ Այժմ անցնենք խմորի պատրաստմանը։ 1,5 կգ ալյուրին ավելացնում ենք կես կգ կարագ, լավ տրորում ենք, առանձին տարայի մեջ հարում ենք 6 ձու, 2 բաժակ շաքարավազը, ավելացնում վանիլ և ավելացնում ենք 2 բաժակ մածուն, 2 թեյ գթալ սոդա և 2 ճաշի գթալ քացախ և այս ամբողջ զանգվածը ավելացնում ենք խմորին։ Լավ հունցում ենք, խմորի մեջ ենք ավելացնում նաև ընդեղենը, այսպիսի փափուկ խմոր ենք պատրաստում, թողնում ենք հանգստանում է 6 ժամ, ապա բաժանում ենք 3 գնդի, մի գնդի մեջ տեղադրում ենք կոպեկը, գռտնակով բացում ենք, երեսին քսում ենք ձու, ապա պատառաքաղով նախշեր ենք անում և ցանում ենք կանեփը ու տեղափոխում ենք ջեռոց 25-30 րոպե և ահա միջինգը պատրաստ է։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ տեսք ունի, անուշաբույր ավանդական միջինգ։ Ասում են, ում բաժնի մեջ հայտնվում է կոպեկը, նա այդ տարվա հաջողակն է։ Դուք էլ փորձեք, տեսեք ով է ձեր տան հաջողակը։